Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Գրիգոր Պետյանին։ Պարոն Պետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ, որ մեզի հրավիրեցիք այսօր։ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը ավելի քան 20 տարի գործունեություն է ծավալել Արցախում։ Միայն Արցախում 20 տարի եւ հիմնականում աչքի ընկել վերաբնակեցման ծրագրերով։ Թուֆենկյան բարեգործականը ինչ ծրագրեր է իրականացրել տեղահանումից ի վեր բռնի տեղահանված արցախահայերի համար։ Անշուշտ տեղահանվողներն հետո ամիջական օժանդակություն կբաժնենք ժողովրդին, լա անգլիներ, սավաներ, վերմակներ, 24,000 պատրաստի գերագուրներ ընտրիկներ բաժնեցինք, հիգենիկ քիտեր, զանազան այդպիսի ամիջական օժանդակություն, անգլիներ նաև ըրինք, նաև մոտ 20 ընտանիքներուն ժամանակավոր դուներ ջարեցինք իրենց համար Սյունիքի մեջ եւ հետո երբ որ քիչ ծմերը գուկար այդ անցյալ դարվա 200 հատ վարարան, փայտե վարարան եւ 4 քառակուսի մետր լցնողի մետրով փայտ, վարելափայտ բաժնեցինք այդ ընտանիքներուն։ Այս տարի նման ծրագիր ունենք 200 եւս վարարաններ բաժնեցինք եւ անցյալ համար նաեւ 8 դարբեր քյուղերուն մեջ տեղահանված արցախցիներուն, քյուղացիներուն բաժնեցինք գովեր, խոզեր, հավեր եւ գեր, որ բահեին այդ կենթանիներ մի քանի ամիս մինչեւ որ իրենք տեղավորվեցան։ Ինչպես եք ընտրում այդ ընտանիքներին, որովհետև հավանաբար կարիքները շատ են, ցանկացողները նույնպես, բայց նույն տրամաբանությամբ երևի թե հիմնադրամի կարողություններն են սահմանափակ։ Ադիգա ճիշտ է, շատ դժբախտաբար շատ սահմանափակ էին։ Մենք երբ որ նոր տեղահանումը եղավ, միասին Միրա Անդոնյանի այդ սոցիալ գազբագերբության հետ միասնապար կետրոնը հիմնեցին Գորիսի մեջ, որ իրենք կսպալվեին Գորիսի շուրջի քյուղի տեղահանված մարդիկ, նաև դաթև համայնքներու մեջ։ Ուրեմն այդ ընտանիքներն հասկացանք ովքեր որ ունեն դուն եւ հող, որտեղ շատերը տեղավորված էին այնպիսի տեղեր, որ կարելի չէր քյուղատնտեսության հետևել։ Ուրեմն այն ընտանիքները, որ կարող էին, որ պատրաստ էին քյուղատնտեսությամբ զբաղվելու, մենք իրենց հետ հանդիպեցանք, խոսեցանք, հասկացանք իրենց փորձառությունը ինչ էր անցյալին, իրենց կարելիությունները ինչ են ներկայիս, եւ այդ պիսով որոշեցինք, թե ինչպիսի օժանդակություն պիտի տրամադրենք այդ ընտանիքներուն։ Այս փուլում անցնում եք ավելի երկարաժամկետ ծրագրերի, մենք Արցախ TV-ով արդեն հրապարակել ենք Թուֆենկյան բարեգործականի կողմից պատվիրված Սվարանցի նոր թաղամասին պատմող տեսանյութը, շնորհակալ ենք մեզ վստահելու համար, ինչու Սյունիք եւ ինչու հենց Սվարանց։ Գյուղը Տաթև խոշորացված համայնքում է, Տաթևից հեռու չէ, ընտրությունը ինչպես եք կատարել։ Նախ եւ առաջ, երբ որ նոր, ինչպես որ ասիր, մենք 20 տարի են ավելի գաշխատենք Արցախի մեջ։ Մեր հիմնական թիրախը հոն էր։ Եվ երբ որ տեղահանումը եղավ, նույնիսկ մեր գործընկերները, որ Արցախի մեջ կաշխատեին, իրենք կալ անշուշտ դուրս ելան եւ մենք ուղղակի սկսանք նայելու թե մեր գործը ուր պիտի լա, մեր պետքերը ամենամեծ ուր էին։ Որոշեցինք Սյունիքի վրա կենտրոնանալ մի քանի պատճառներով։ Առաջինը որոշեցինք այս ծրագիրը Սյունիքի մեջ տեղավորելու, որովհետև Սյունիքը այնպիսի տեղ մնա, որ այսինքն շատ մոդիկ կապեր ուներ Արցախին, մշակույթապես, խոհանոցը նույն, փարփարը նման, ավանդությունները նման, ուրեմն մտածեցինք, եթե մարդիկ պիտի տեղավորենք որևէ մեկտեղ Հայաստանի մեջ, Սյունիքը շատ հարմար է, որովհետև ծանոթ շրջանը պիտի լա արցախցիներուն համար։ Նաև անշուշտ ռազմավարական թիրք ունի Սյունիքը։ Եթե արցախցիները պիտի գարենան վերադառնալ իրենց երկիր, իրենց տուներուն, Սյունիքը ճիշտ կողմն է, Թրացի մարզմն է եւ շատ հեշտ պիտի լա, որ իրենք վերադառնան իրենց սեփական պատմական ընտանեկան տուներուն։ Նայելով Սվարանցին, անցյալ տարի բավական լուրջ քննարկում ունենք, թե
ուր պիտի տնենք այս ինչ ծրագիր, ինչպիսի ծրագիր պիտի լար։ Եվ մեր ծրագիրը որոշեցինք, որ պիտի տեղավորենք գյուղացիները գյուղերուն մեջ, որովհետև շատ արագորեն գյուղացիները պիտի կարենան տեղավորվել եւ իրենց ապրուստը նորեն ետ հանել եւ այսինքն ընթացիկ կյանք ունենալ շարունակապար։ Ոչ թե երթան Վանաձոր կամ Երևան կամ այլ տեղ նոր տեսակ կորձի տրեյնինգներ պետք է առնեն, նոր արհեստներ պետք է սորվին։ Զբաղվել նրանով, ինչ որ զբաղվել են։ Այո։ Եվ ադիգա նաև այսինքն հարադեպ բան մնե, որ իրենք պիտի կարենային անել։ Սվարանց գյուղը որոշեցինք, որովհետև Սվարանց գյուղը այնտեղ մնե, որ նախ սահմանամերձ շրջան մը չէ։ Դաթև վանքին ճիշտ կողմն է եւ լեցուն ճուր, լեցուն հող կար, այսինքն 800 հեկտարեն ավելի արադավայր կա, ուրեմն անասնապահությամբ հոյագապ տեղ մնե։ Եվ դժբախտաբար դարիներու ընթացքին, ինչպես բոլոր Հայաստանի գյուղերուն եւ ինչպես որ լա նույնիսկ միջազգայինորեն այս նույն խնդիրը կա, որ գյուղերը աս վերջին 20-ամյակին, 30-ամյակին գամած կբարբվին գոր։ Եվ ասիգա տեսանք արիտ մնե, որ գյուղերը երկրնանք եդ իրենց քանակը աճ թող տեսնեն ժողովրդի, որ թե գյուղը կզարգանա եւ թե դեղահանված արցախցիները պիտի կարենան մնայուն դեղ ունենալ, որ իրենց կյանքը կրնան շարունակել եւ հաջողել։ Փաստորեն գյուղը ունի մեծ գյուղատնտեսական ներուժ, որը իրացված չէ։ Արդեն պատկերացնում եք վերաբնակները կոնկրետ ինչով են զբաղվելու Սվարանցում։ Մեր նախընտրությունը պիտի լա, որ գյուղատնտեսական դարբեր միջոցները թիմեն, այսինքն անշուշտ այդպիսի, ինչպես որ քիչ առաջ անասնապահությամբ շատ մեծ կարելիություններ կան, նաև 120-ն ավելի հեկտար կա վարելահող, որ նորեն քարի պիտի ցանեն կամ ծորեն, այդպիսի բաներ շատ կարելի է։ Այքիներ ալ կարելի են ցանել, խնձորի, դանցի, հադաբդուղի եւ այլն։ Ուրեմն մեծ կարելիություններ կան, բայց անշուշտ կան մարդիկ, որ թերևս պիտի չուզեին միմիայն գյուղատնտեսությամբ զբաղվել, որովհետև ճիշտ դաթև վանքին կողմն է, այլ նաև տուրիստիկ դարբեր տեսակ կարելիություններ կան։ Սվարանց գյուղը ինքը ունի դարբեր դեղեր, հետաքրքիր շրջաններ, հին եկեղեցի ուներ, որ 1705-ին հիմնված է եւ վերջերս նորոգված է, ամրոց Պերտ ունի, որ քանտված վիճակ է հիմա, բայց նորեն տուրիզմի համար շատ գեղեցիկ դեղ է, ճրամբարներ կան, ջրվեժներ, այսինքն ամեն տեսակ քեղեցկություն կա եւ անշուշտ շատ քեղեցիկ լեռնային շրջան է։ Ուրեմն տուրիզմի համար շատ կարելիություններ կան, hospitality իմաստով, այսինքն եթե դուն պիտի վարձեն օդար տուրիստներուն եւ այլն, շատ մեծ կարելիություններ կան։ Նաեւ այլ ուրիշ գործեր կան գյուղին շուրջ, կա food court-ը, կա նոր շինանյութի գետրոն պիտի ստեղծեն ճիշտ գյուղին գիծը, դաթև գյուղը կա, շինուհայր քաղաքը կա, այս բոլոր շրջանները անշուշտ տարբեր արիտներ կան մարդկանց համար։ Գյուղը նաև ունի դպրոց, ունի բուժկետ, որ մեկը եթե բուժքույրը լար օրինակ կարելի էր այդ ջուղի մեջ կրնար գործ ծառայել եւ այդպես գյուղն ընդհանրապես կզարգանար։ Պարոն Պետյան, դիտարկել եք արդյոք ոչ թե նոր տներ կառուցելու, այլ առկա բնակարանային ֆոնդը վերակառուցելու հարցը։ Այո, բավական քննարկեցինք ադիգա, իրականության մեջ մեր առաջին ուղղությունը այդպես էր։ Հետո հասկացանք մի քանի լուրջ խնդիրներ կային եւ այս խնդիրները ունեինք Արցախի մեջ, երբ որ նման ծրագիրներ կհետապնդեինք։ Դժբախտաբար այս գյուղերը, որ հիսադադարկ են, այդ դուները որ կան, ոմանք լավ վիճակի մեջ են, ոմանք լավ չեն։ Բայց այդ դուներուն սեփականության հարցը բավական լուրջ է։ Հաջող դերերը երգիրեն դուրս կգտնվին, կամ նույնիսկ մահացած են եւ իրենց ժառանգները մեկը Մոսկվա է, մյուսը Ամստերդամ է, մյուսը Լոս Անջելես է։ Այդ բոլոր թղթապանությունը դժբախտաբար շատ դժվար է կառավարել եւ ի վերջո այո, նաեւ բան դժվար էր մենք երբ որ այդ քյուղերը կբդդեինք անցյալ տարի տեսանք որ շատ մտ դեղեր չկային որ
բավական մեծ քանակով պատրաստ դուներ կային, որ մենք պիտի կարենանք ընտանիքները տեղավորել։ Ուրեմն որոշեցինք, որ շատ ավելի հեշտ պիտի լար, որ նոր դուներ սարքենք, նոր թաղամասը պատրաստենք եւ այդպես օրինակ պիտի լա մեզի համար եւ բոլորին համար, եթե ասիկա պիտի կարենանք հաջողցնել, որ աս նույն ծրագիրը պիտի կարենանք բազմացնել տարբեր գյուղերում մեջ եւ նույնիսկ տարբեր մարզերում մեջ, որ ժողովուրդը ավելի արագորեն տեղավորել, որովհետեւ մեր մտահոգությունը այն է, որ եթե ժողովուրդը իր դեղը չի գտնա Հայաստանի մեջ, այլ երկրներում պիտի փորձեն փնտրել իրենց աբական, որ մեզի համար շատ մեծ ասկ, շատ մեծ վնաս պիտի հաստատե մեզի, եթե աս արիտը չօգտագործենք, որ Հայաստան արցախցիները պահենք Արցախինքով Հայաստանի մեջ։ 20 տուն, 3 եւ 4 սենյականոց։ Այո։ Ինչ տներ են լինելու եւ ինչպես եք հասցնելու շինարարությունը, որովհետեւ տեսանյութում նշված է սկսվում է մարտի 1-ին եւ պատրաստ կլինեն աշնանը։ Արդեն սկսել եք շինարարական որոշակի աշխատանքներ։ Նախապատրաստություններ գնենք, բայց թե ցինոդ է հոն դժբախտաբար, բայց ասկալիկ մի քանի օրով կամ շաբաթ կսպասենք, որ հողային աշխատանքները պիտի սկսենք։ Մենք պատրաստի դուներ պատվիրած ենք Դուբայից, հայկական ընկերություն են։ Եվ այս դուները բավական արդի ցևերով պատրաստված են, բետոնե բադեր են եւ այսինքն շատ արագ կհավաքվին եւ նաեւ այսինքն նույնիսկ բադին մեջերը արդեն ծրագրած են խովակներ կան լարերուն էլեկտրականության լարերուն համար, ջուրի խովակներուն համար եւ այդ բոլորը արդեն նախապես պատրաստ է։ Ուրեմն երբ որ այս դուները կհասնին, կբարբենք դուպերեն եւ գամած արագ իրականության մեջ կգազմվի այդ դունի ցեղը։ Իսկ որքանով են այդ տները համապատասխանում Սվարանցի կլիմային, որովհետև մենք տեսանք, որ նախալեռնային, տարածքում է գյուղը, ամռան շոգին, ձմռան ցրտին կդիմանան։ Այո, շատ լավ հարցում է եւ ուրախ եմ որ հարցուցիր։ Այս տուները չափազանց չերմամեգասուցիչ ունին։ Այսինքն թե դանիքին դակ, թե առաստաղի վրա, թե թուրսի բادرուն գողքը եւ ադիգա նաև գոկնե որ դունի ներսի չերմությունը գրեթե նույնը մնա բոլոր դարին, այսինքն շատ ավելի քիչ վարելափայտ պիտի օգտագործեն կամ էլեկտրականություն պիտի գործածեն դունը դակացնելու կամ հովացնելու համար։ Ուրեմն այդ ցևով աստուները իսկապես վերջին տեխնոլոգին օգտագործած են եւ մենք շատ համոզված ենք, որ այս դուները շատ ավելի հանգիստ պիտլան, քան թե սովորական հին դուները, որ ժողովուրդը ունեին Արցախի գյուղերուն մեջ, որ ով գիտե 100 տարվա, 200 տարվա, որ բադուհանները քիչիկ օդ կցկեին ներս եւ այլն, այս դուները իսկապես շատ դակուկ եւ չերմ պիտլան ներսը։ Ովքեր կարող են դիմել, արդյոք ունեք արդեն դիմումներ, ցանկացողներ եւ հիմնադրամի համար որ ընտանիքներն են նախընտրելի, այսինքն բազմանդամ, երիտասարդ, շատ երեխաներ լինեն, թե հակառակը մի խոսքով խնդրում եմ չափորոշիչների մասին մի քիչ խոսենք, որովհետև վստահ եմ, որ արցախցիները կդիտեն այս հարցազրույցը։ Առաջին հերթով մենք պիտի ուզեինք, մենք պիտի փափակեինք, որ գյուղացիները չքան իբր մեկ ընտանիք, այլ քան մի քանի ընտանիքներով, նախընտրելի պիտի լան, եթե գյուղագից ըլայն կովկովի կալով, այսինքն մի գյուղ են Արցախեն, հարազատները, ընկերները միասին կան 10 ընտանիք, 15 ընտանիք, ինչքան որոլա, այդպես այդ ընկերային գաբերը ետ գրնային կստեղծել, այդ ընկերային ենթագարույցը, որ ժողովրդին հոգը քիչիկ մփան իրենց մտահոգությունները եւ այլն դանին, որտեղ իրենք սերմ շրջանակի մեջ նորեն կգտնվին, ինչպես որ նախկին գյուղի մեջ կգտնվեին։ Ադիգա առաջին եւ պետք է ասեմ, որ ինչ որ ես գիտեմ, միակ ծրագիրն է, որ մենք գիտենք այսպիսի դուներու եւ բան վերահաստատման աշխատանքները, միակ ծրագիրն է, որ այսպիսի առիթ կա։ Ուրեմն շատ պիտի փափակենք, որ Արցախի գյուղացիները կովկովի կան, իրարու հետ խոսին եւ որոշեն, որ թիմեն, որ սվարանց հաստատվի։
Երկրորդ, ինչպես Ֆորտունը նշмарեցիր քիչ առաջ, կփնտրենք բազմազավակ ընտանիքներ, երիտասարդներ, որ պատրաստ են գյուղատնտեսությամբ զբաղվելու։ Ադիգա պայման չէ, բայց նախընտրություն է մեր կողմէ։ Նաև եթե ընտանիքներ ունին այլ հմտություններ, օրինակ եթե գա ուսուցիչ, եթե գա տրակտորիստ, եթե գա բուժքույր, այսպիսի ընտանիքներ պիտի նախընտրենք, որ ընդհանրապես գյուղին կրնային ծառայել եւ զարգացնել։ Ուրեմն ասեն հիմնական մեր նախընտրությունները, ասենք նույն դեղեն եթե կրնային հոյագապ, բայց կոնե պատրաստ լան գյուղատնտեսությամբ զբաղվելու կամ գյուղերու մեջ կոնե վարժված լալն կյանքեն, որովհետև չենք սպասեր, որ մեկը Ստեփանակերտեն պիտի գա եւ այս գյուղի մեջ հաստատվի։ Այդ անձը ինչքան որ պիտի ուզե հավանաբար պիտի ցախողի, որովհետև ինքը այդ գյուղական կյանքի պատրաստություն չունի։ Այս պայդրությամբ քանի դիմում ունեք։ Բավական դիմումներ ունենք, բայց նորեն փաց է մեր բանը, որ գարենան մարդիկ թիմ են, որտեղ մենք նաև նպատակ ունենք ասիկա առաջին պիլոտական ծրագիրն է։ Հաջորդող ծրագիրներ հիմա կվնե կպատրաստենք քալ տարվա եւ հաջորդ տարվա համար, որ ավելի մեծ քանակով գյուղերը ընդգրկենք։ Սակայն ադիգա նյութական խնդիրներ պետք է հետապնդենք եւ մենք հույս ունենք, որ թե Հայաստանի պետությունը եւ թե միջազգային գազམ་ագերբությունները այս ծրագիրը պիտի տեսնեն, պիտի քննարկեն եւ պիտի գարձեն, որ ասիկա գրնանք բազմացնել եւ հաջողցնել այլ վայրերու մեջ։ Արցախցիները բարբերաբար նշում են, որ ուզում են Հայաստանում ապրել համահավաք, որ չկորցնեն բարբառը, չկորցնեն մշակույթը, ի վերջո ունենան իրենց ինքնությունը։ Հավանաբար սվարանցի նոր թաղամասը հավաքական համահավաք ապրելու փոքրիկ մոդել է։ Դուք ինչպես եք պատկերացնում կամ ինչ եք անելու, որ այս մարդիկ պահեն այս ամենը, բարբառը, մշակույթը, որևէ այսպես ներդրում տարբեր ծրագրերի տեսքով նախատեսում եք։ Նախատեսած եք, այսինքն ի վերջո ես սպիրկահայ եմ եւ այդ կյանքը ապրած եմ ոչ թե հայության մեջ, այլ օդարներու մեջ, որ մենք մեր լեզուն պիտի պահենք, մեր գրոնքը, մեր ավանդությունները պիտի պահենք եւ ուրեմն այդպիսի փորձառություն ունենք հասկանանք համայնք ինչպես կստեղծենք, բայց նաեւ կհասկանանք, որ սվարանց եւ Սյունիք ընդհանրապես օդար դերմը չէ, այնպիսի դերմը չէ, որ իրենք թխմված են եւ իրենց մեկը չի գա, որ փարփարը կհասկանա կամ կխոսի։ Սյունիքի մեջ ինչպես որ ասի քիչ առաջ մշակութային շատ մոտիկ կապեր կան եւ հույս ունենք, որ այդ մշակույթը ընդհանրապես պիտի միանան եւ պիտի շարունակվի։ Հիմա անշուշտ նաեւ կան տարբեր գազམ་ագերբություններ եւ տարբեր ծրագիրներ, մշակութային ծրագիրներ, որ կհետապնդեն արցախցիներուն հետ, ըլա լեզվական, ըլա կուլտուրական, կորկը կամ գավը կամ այսինքն այլ տարբեր միջոցներ եւ երբ որ հասնենք այնադեն, այսինքն մինչեւ աշունը հասկանանք ընտանիքները որոնք են, մենք պիտի թիմենք ընտանիքներուն, հասկանանք թե իրենք ինչ կուզեն։ Ինչպես որ երիտասարդներուն համար, եթե երեխաները կուզեին ֆուտբոլ խաղալ, կամ կոնգ-ֆու սորվիլ, կամ ուրիշ բաներ, մենք չենք ուզեր ծրագիրը ներկայացնել ահավասիկ թունք ասիգա բիդինեք, թող իրենց փապակեն, իրենց նախընտրությունեն ելե, եւ մենք այդպես կոժանթակենք եւ գոհտնենք, որ իրենք հաջողին։ Հաջորդ հարցը հենց դրա մասին է, ուզում եմ հարցնել զարգացման ինչ ծրագրեր եք նախատեսում, որովհետեւ միայն տունը, միայն զբաղմունքը երիտասարդ ընտանիքի համար բավարար չէ, որովհետև ցանկացած ծնող ուզում է իր երեխայի ապագան կառուցել ավելի լավը, որպեսզի իր երեխան ունենա նաև արտադպրոցական կրթության հնարավորություն, մշակութային կրթության, մարզվելու հնարավորություն, եւ որոշակիորեն դուք այս հարցին պատասխանեցիք։ Այո, որոշ չափով այլ ուրիշ բաներ կան, օրինակ հիմա քյուղի մեջ չի գա խաղավայր երեխաներուն համար։ Այս համար նոր խաղավայրը պիտի ստեղծենք ճիշտ վարչական շենքին գից։ Վարչական շենքը պիտի նորոգվի եւ այդ նորոգված շենքի մեջ պիտի ունենանք բաժինը երիտասարդներուն համար, որ այդ շենքը պիտի ունենա կոմպյուտերներ, ինտերնետի գաբեր եւ այլն, որ այդ երեխաները եթե գուզեն կրնան խաղալ, կրնան հերավոր թասեր առնեն, նույնիսկ եթե գուզեն հերավոր կորձ ալնել, այդ կարելիություններ պիտի լան քյուղի մեջ։ Օրինակ բան
Դաթև գյուղը, որ մի քանի կիլոմետր հեռու չէ Սվարանցեն, իրենք ունին Armat Labs։ Armat Labs-ի ծրագիրը շատ քեղեցիկ է, շատ զորավոր է եւ այդ ծրագիրին պատասխանատուն Սվարանց գյուղի մեջ գաբրի։ Ուրեմն հույս ունենք, որ այդպիսի առիթներ ալ պիտի գարենանք տալ մեր երեխաներուն, որ պիտի հասնին եւ ոչ թե միայն արցախցիներուն, բայց մնացած երեխաները, որ կան գյուղի մեջ, որ բոլորն ալ պիտի գարենան այսպիսի առիթներ օգտագործեն։ Տեսանյութի մեջ նշված է, որ թաղամասում լինելու են անասնագոմեր, բոլոր ընտանիքները ստանալու են գյուղատնտեսական կենդանիներ, սերմեր, տնկիներ։ Այո։ Մյուս կողմից ընտանիքը այս թաղամասում հաստատվելով իրացնում է սեփական սերտիֆիկատը բնակարանային ապահովման ծրագրի, իսկ տարբերությունը հատուցում է Թուֆենկյան բարեգործականը։ Այո։ Մտավախություն չունեք, որ կարող են ձեզ սխալ հասկանալ, անուն դնել ծրագրին, ասել, որտեղ է այստեղ բարեգործություն, եթե մարդը սեփական սերտիֆիկատով է այս տունը ձեռք բերում, եւ ուր է բարեգործությունը, եթե ինքն է գնել պետական ծրագրի շրջանակում։ Արդար հարցում է։ Պետք է ասենք, որ նախ եւ առաջ այս տուները բավական թանկ են, որ կգազմենք, որ այդ սերտիֆիկատի քինեն շատ ավելի սուղ գումար կպահանջեն, բայց ատկեզած, ինչպես որ ասիր, ամեն տունը պիտի ունենա 1000 քառակուսի մետրնոց հող, որ պիտի կարենան մշակել, պիտի ունենա 24 քառակուսի մետրնոց անասնագոմ, պիտի ունենա արևային ջուրի ջերմացուցիչ, պիտի ունենան դնգի, ինչպես որ ասիր, անասուններ, սերմեր եւ այլն, նաեւ դարբեր տրեյնինգներ, արդեն ներկա գյուղացիներուն համար նոր տրեյնինգը այս քարունը պիտի սկսի, ուր որ ինտենսիվ գյուղատնտեսության պիտի սորվին, նաեւ իրենք գաթիլով Կաթիլային ռոռոկման համակարգով շատ շնորհակալ եմ այդպիսի համակարգներ պիտի դրամատրեն բոլոր մասնակցողներուն, որ խնայեն ջուրը եւ արդյունավետություն ունենան գյուղատնտեսության մեջ։ Այո, ուրեմն այսպիսի բաներ կան, նաեւ որոշ տնտեսական տրեյնինգներ պիտի ունենան, որ եթե գուզեն փոքր բիզնեսը ստեղծել, ինչպիսի քայլեր պետք է առնեն, ինչպիսի ծրագիրներ պետք է պատրաստեն, որ այդ ծրագիրները հաջողին։ Աս բոլոր աշխատանքը եւ նաեւ ենթակառույցը, որ Թուֆենկյանը արդեն սկսած էր անցյալ տարի եւ պիտի շարունակի այս տարի եւ հաջորդ տարիներուն, որ քյուղի ենթակառույցը զարգանա։ Մենք նշмарած ենք, որ բոլոր այս քյուղերը, որ այցելեցինք անցյալ տարի, հիմնական խնդիրներն մեկը այն է, որ ենթակառույցը ներդրում չէ ունեցած 20-30 տարի։ Եվ ինչպես կրնան ապրիլ ժողովուրդը հոն, երբ որ ճանապարհ չի գա, երբ որ ջուր չի գա, բարիփախտաբար անցյալ տարի ջուրի մայր խոլվակները նորոգեցինք այդ քյուղի մեջ, ամեն ինչ հիմա լեցուն ջուր գա, եւ նաեւ բավարար ջուր բիլա նոր շրջանին համար, նոր ջամփաներ կսարքվին, բեդությունը հիմա այս ամառ ասֆալտ պիտի տնե մայր քյուղի մայր ջամփուն, ուրեմն զանազան ծրագիրներ կան, որ պիտի զարգացնեն քյուղը։ Եթե Սվարանցում հաջող եք, այո, նախատեսում եք նման թաղամասեր այլ համայնքներում եւս, թե դեռ վաղ է խոսել։ Քիչ մգանուխ է, բայց արդեն այդ նախապատրաստական գործերը գնենք, ինչպես որ ասի քիչ առաջ, հիմնական խնդիրը ռեսուրսներն են։ Եվ եթե այս ծրագիրը հաջողի, մենք հույս ունենք, որ թե միջազգային գազམ་ագերբությունները, ըլա ՄԱԳ-ը, ըլա Եվրոմիությունը, ըլա Հայաստանի կառավարությունը պիտի տեսնեն կամ միջազգային բանկան, պիտի տեսնեն, որ ասիգա միջոց մնե, որ գնանք թե արցախցիներուն մնայուն դեղ գտնալ եւ նաեւ Հայաստանի քյուղերը իդ զարգացնելու ծրագիր մնե։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շատ շնորհակալ ենք, որ մեզի հրավիրեցիք նորեն կրկին։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էինք Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Գրիգոր Պետյանի հետ։ Դուք դիտում եք իրականում հաղորդաշարը, ես Նարեկ Սահակյանն եմ, կհանդիպենք։